Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 18-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր ես անպայման կխոսեմ մի քանի փաստերի մասին դրական Հայաստանի համար, բացի դրանից ես ուզում եմ անդրադառնալ Պարոն Ֆիդանի Թուրքիայի արտգործնախարարի այցելությանը Մոսկվա, ինքը նաև ունեցել է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ, կխոսենք բավական կոշտ հայտարարության Իլհամ Ալիևի Մինսկի դեմ ուղված, Հայաստանի դեմ ուղված, ինչի հետ է կապված այս ձևի կոշտ հայտարարություն, որը վաղուց է Իլհամ Ալիևը չէր արել Հայաստանի նկատմամբ, Մինսկի խմբի նկատմամբ, ինչ պրոցեսներ են գնում նոր տիպի, որ մենք այս երևույթները տեսնում ենք, պարոն Ֆիդանը վերադառնալով Անկարա արեց հայտարարություն կապված Հայաստանի հետ, ուրեմն ինչ որ պրոցեսներ գնում են ես խորհուրդ եմ տալիս մեր կառավարության ուշադիր լինել, ինչ որ նոր տիպի զարգացումներ են մեր ընտրությունների ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը եւ երեք ազգային ժողովում ինքը ելույթ ունեցավ այս վերջի քարորիայում եւ այսօր ճեպազրույցում մի քանի մտքեր ասեց այդ մտքերի մասին ես պետք է ձեզ հետ կիսվեմ անչափ կարեւոր բաներ ինքը մեսիջներ ուղարկեց ու դրա մասին մենք պարտավոր ենք խոսել, քանի որ ինքը համարում է, որ ներսից եկող վտանգները ավելի մեծ են, քանզի դրսից եկողները։ Ու պարզ է, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրկեց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելությունից, կխոսենք դրա մասին, որ գործով է, որ ուզում են իրան իր հետ կապված գործողություններ ծավալել, որ գործերն են, որոնց շրջանակներում իրեն մեղադրանքներ կներկայացվեն։ Ուրեմն, խնդրում եմ ձեզ, բաժանորդագրվել, կիսվել, լայքել, որ մեր YouTube-յան ալիքը ակտիվ աշխատի, զարգանա, հենց ձեզանից հետ է կապված, ձեր կիսումը, այլ մարդկանց հետ մեր ելույթների ձեր բաժանորդագրումը ձեր կողմից բերում են դրան, որ էլ ավելի ակտիվ աշխատում է մեր YouTube-յան ալիքը։ Այդ աշխատանքը անհրաժեշտ է, դուք տեսնում եք ինչքան օբյեկտիվ ինֆորմացիան մենք ձեզ տալիս ենք, ստուգված, վերստուգված, դա դիմադրողականությունը մեր հասարակության բարձրացնում է, ես սփյուռքահայության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Հիմա դուք հիշում եք վաղուց է սկսվեցին հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանում առաջի հերթին կապված մեր խաղաղապահների հետ զորավարժություններ որ կարիքները հնարավորությունները մեր խաղաղապահ ուժերի բավարարվեն եւ ուժեղացվեն որ իրանք ավելի մեծ փորձ ունենան մեր խաղաղապահները, ավելի հագեցած լինեն ու ամերիկացիք մեզ աջակցում են վաղուց է։ Ինչով են հետաքրքիր այն զորավարժությունները, որ հիմա սկսեցին այսօրվանից անցկացվել ու մեկ շաբաթ կտևեն Հայաստանում, ամերիկա-հայկական զորավարժությունները առաջի անգամ է, որ այդ զորավարժությունների աշխատանքներին կմասնակցեն Ֆրանսիայի եւ Հունաստանի ռազմականները եւ խաղաղապահները։ Ընդլայնվում է այդ ֆորմատը, ինչը միանշանակ կարող է ողջունել։ Ամերիկյան հայտնի հոթելները հյուրանոցային բրենդը ցանցը մտավ Հայաստան։ Նու ինչքան դա կարևոր է դուք գիտեք, ես չէ որ բացատրեմ ձեզ, քանի որ այդ ամենաճանաչված բրենդերը, եվրոպական, ամերիկյան, ճապոնական, որոնք մտնում են Հայաստան եւ ստեղծում են այդ ցանցը հյուրանոցային Հայաստանում
եւ իրանց ցանցերի փորձը տեղափոխում են Հայաստան, անչափ կարեւոր է նույն туриզմի համար։ Ու դա է պատճառը, որ ողջունում եմ այդ ամերիկացիների ճանաչված բրենդերից մեկի ցանցային համակարգի հյուրանոցային մեկի մուտքը Հայաստան։ Իրանք սկսեցին ստեղ աշխատել։ Պետք է ասեմ, որ Հայաստանը իրոք ակտիվացրեց հյուսիսարավ այդ ճանապարհի աշխատանքները, հատվածներ կան, որ ավարտվել են, օրինակ Գյումրուց եկած 100 կիլոմետրանոց հատվածը Փայլուն ավարտվեց, Փայլուն ճանապարհ է, դուք գիտեք կարևորագույն մասերն են դա Քաջարանի տոնելն է, այլ տոնելներ, որոնք Սիսիան Քաջարան հատվածում պետք է կառուցվեն, ստեղ էլ աշխատանքը առաջ գնաց, միայն կարելի է դա ողջունել, բայց այդ ամեն ինչը նաև շատ կարևոր է հյուսիսարավ, որ մենք Պարսկաստանի տարածքով կարողանանք դուրս գալ նավահանգիստներ, օրինակ նույն Չաբարախ Իրանի նավահանգիստ, փաստորեն Հայաստանի տարածքով գալիս ենք, հասնում ենք հյուսիս-հարավով Իրանի սահման, Իրանի սահմանից գնում ենք ու Իրանի տարածքով գնում ենք դեպի Չաբարախ նավահանգիստ, նո այնտեղից էլ մեր բեռները կարող են տեղափոխվել օվկիանոսներով այլ երկրներ ու հակառակը այլ երկրների բեռները կարող են այս նավահանգիստով Իրանի տարածքով մտնել Հայաստան, բայց այդտեղ շատ կարևոր է արագացնել մեր աշխատանքները հյուսիս-հարավ ուղղությամբ ու այդ ճանապարհը մայրուղին պետք է ինչքան կարելի է շուտ կառուցել։ Հիմա ուստեղ աշխատանքը գնում է, ես դա է պատճառը, որ ներկայացրեցի որպես շատ դրական զարգացում։ Ես ասեցի ձեզ շատ վտանգավոր process է գնում, շատ վտանգավոր է, երբ որ Թուրքիայի պաշտոնյաները բարձրաստիճան հանդիպում են Ռուսաստանի պաշտոնյաների հետ, Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի այցելությունը 3 օրյա Ռուսաստան, ես ի սկզբանե որակեցի որպես մեծ համար վտանգ, այո, Ռուսաստանը Թուրքիան մեծ խաղացողներ ունեն շահեր տարբեր հարցերում, Ուկրաինայից սկսած Մերձավոր Արևելք, Սիրիա եւ այլ, պարզ է դա։ Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է ատոմակայաններ, ուրեմն համատեղ շատ շահեր ունեն, բայց առաջին անգամը չի, որ Թուրքիան Ռուսաստանի հետ երբ որ լուծում են հարցերը, ոտնահարվում են մեր հարցերը։ Միայն հիշեք համագործակցությունը Թուրքիա-Ռուսաստանը 2020 թվին, երբ որ Ադրբեջանը սկսեց ագրեսիվ գործողություններ Հայաստանի դեմ, Ղարաբաղի դեմ։ Հիշում եք Սերգեյ Շոյգուի ասածը, զինադադարից անմիջապես հետո հիշում եք նոյեմբերի 9-ին 2020 թվի ուղղակի մյուս օրը ինքը ասեց, որ Թուրքիայի հետ փայլուն օպերացիա ռազմական անցկացրեցին Ղարաբաղում հայերի դեմ։ Ես կյանքում չեմ մոռանա այդ պաշտոնական հայտարարությունը Սերգեյ Շոյգուի, որը այն ժամանակ պաշտպանության նախարարն էր Ռուսաստանի։ Ու դա է պատճառը, որ ել ավելի դա ինձ մտահոգեց այդ այցելությունը Ֆիդանի։ Ֆիդանը հանդիպեց պարզը Սերգեյ Լավրովի հետ, մենք կարդացինք պաշտոնական մասը հայտարարությունների, ինչի մասին իրանք խոսում էին, հետո կայացավ պարոն Ֆիդանի հանդիպումը Սերգեյ Շոյգուի հետ, ես շատ մեծ ուշադրությամբ կարդացի 10 գործակալության տրված ինֆորմացիա, ինչի մասին էին Շոյգու խոսե Ֆիդանի հետ, նաև իրենք խոսել են հակաապետչական պայքար Սիրիայում, այլ տեղերում, պետք է հիշեցնեմ ձեզ, որ Թուրքիան եւ Ռուսաստանը համարում էին, որ Ղարաբաղում իրենք պայքարում էին ահաբեկչական խմբերի դեմ, սեպարատիստական, նաև աղաբեկչական խմբերի դեմ։ Ու պարզ է, որ այս հանդիպումը շատ
շատ մեծ վտանգներ մեզ համար պարունակում են, քանի որ Թուրքիան մեծ խաղացող է, կարող է Ռուսաստանը շահագրգռի իրանց, որ իրանք չգնան դեպի կարգավարում հարաբերությունների Հայաստանի հետ։ Ես պետք է ասեմ, որ Սերգեյ Շոյգուն նաև հրապարակեց մեծ հոդված իր վերլուծությունը այն հեղափոխության, որը կապված էր, որը կար նաև Հայաստանում, համեմատություններ այլ տեղերում անցկացրեց, այդ հոդվածի մասին ավելի ուշ մենք կխոսենք, այնտեղ շատ վտանգավոր մեզ համար դրույթներ կան։ Ինչու եմ ես դա ասում, որ մենք իմանանք, որ մենք պետական համակարգը ուսումնասիրի այդ ամեն ինչը։ Ոչ միայն մենք, փորձագետներս, արձագանքենք, ներկայացնենք Սփյուռքայությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այդ զարգացումները, որոնք իրենց մեջ պարունակում են ինչ-որ խնդիրներ մեզ համար, անպայման նաև կառավարության ուշադրությունը այդ փաստերի վրա դարձնում ենք։ Պարոն Ֆիդանին նաև ընդունեց Վլադիմիր Պուտինը։ Դրա մասին ասեց պարոն Ուշակովը դու գիտեք, ինքը օգնականն է Պուտինի, շատ կարևոր դեմք Պուտինի թիմում, ինքը ասեց թուրքական կողմը խնդրեց մեզ կազմակերպել հանդիպում Ֆիդանի Պուտինի հետ, ու այդ հանդիպումը մենք այդ խնդրանքը Թուրքիայի բավարարեցինք, Պուտինը հանդիպեց պարոն Ֆիդանի հետ, ու այնտեղ ինչն է ուշագրավ, որ Ֆիդանը ասեց, որ պարոն Էրդողանը ողջույնի խոսքեր է ուղարկում ձեզ, պարոն Պուտին եւ այլ եւ այլ, բայց պարզ է, որ լուրջ էր քննարկումը, պարզ է, որ Հարավային Կովկասը քննարկվեց, ավելին ձեզ ասեմ, հիշում եք, երբ որ Ֆիդանը մեկ օր առաջ հանդիպեց պարոն Լավրովի հետ, իրանք ասացին գլխավոր թեմաներից մեկը քննարկման եղել է հենց Հարավային Կովկասը, Հարավային Կովկասի զարգացումները ներսում եւ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դա շատ վտանգավոր է, վտանգավոր է, երբ որ Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում ենք մեր հարցերը։ Պատմությունը ցույց է տվել, որ մենք միշտ դրանից հետո տուժված վիճակում դուրս էինք եկել։ Ես պետք է ասեմ, որ պարոն Ֆիդանը չհասցրեց վերադառնալ Թուրքիա ու լրագրողները թուրք հարցրեցին հարցը, բայց Հայաստանի հարցը ո՞նց է լինելու։ Ինքը ասեց, որ մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց դրա համար պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, դες Թուրքիան դեր համարում է, որ նորմալացումը հարաբերությունների Հայաստանի հետ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը դրա համար դեր բավարար պայմաններ չեն ստեղծվել, ինչ են սպասում մեզանից ես չգիտեմ, չեմ ուզում ենթադրել, բայց ինքը գոված, ինքը ասեց, որ Փաշինյանի կառավարությունը արեց լրջագույն քայլեր, նաև ինքը ասեց, որ պարզ է Էրդողան նախագահի քայլերը շատ կարևոր էին, մենք ուղղակի հիմա առևտուրում ունենք Հայաստանի հետ, մենք ունենք օդային կապ, ավիա կապ Հայաստանի հետ, բայց միտքս ինչու՞մ է։ Ես չեմ համարում պատահական, որ Մոսկվայից վերադառնալիս Ֆիդանը համաձայնվեց այդ հարցին պատասխանել։ Պատասխանը չեմ ասում, որ շատ վատներ, բայց ինչ-որ նախապայմանների տարեր կային։ Միգուցե Ռուսաստանը ինչ-որ բան Թուրքիային առաջարկեց, որը կարող է հետաքրքիր լինի Թուրքիային, ու Թուրքիան չբացի սահմանը, որին կարծես թե պատրաստ է, այն պատճառով, որ Ռուսաստանը ինչ-որ լավ բան կարող է իրանց տալ, կամ Թուրքիան կպահանջի մեզանից նոր բաներ, որ մենք քանի որ շահագրգռված ենք, որ մենք համաձայնվենք ինչ որ էլի զիջումների գնա։ Շատ կոշտ հայտարարություն այսօր ցերեկով արեց Իլհամ Ալիևը։ Վաղուց է ես չեմ հիշում, երբ էր վերջի անգամ, որ ինքը մեր դեմ կոշտ հայտարարություններ աներ, դուք հիշում եք, գոնե վերջի մեկ տարվա մեջ բավական հռետորաբանությունն իրար դեմ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների փապկացավ, ի վերջո խաղաղության պայմանագիրը նախաստորագրվեց, ի վերջո այդ Վաշինգտոնյան process-ը, ի վերջո երկկողմ բանակցային process-ն էլ գնում է Հայաստան-Ադրբեջան, ինչ ճիշտ, ուստեղ դրական կողմեր կան, բայց վաղուց է,
Ալիևը էզերի բան չէ արել, բայց այսօր ինքը ինչ որ իսլամական բանկի հետ կապված միջոցառում էր, չեմ հասկանում ինչու ինքը մտավ այդ հարցերի մեջ, ստեղ բանկային ինչ որ հանդիպում էր իսլամական բանկի գործողությունների հետ կապված Ադրբեջանի հետ ու ինչու ինքը մտավ այս ձևի հարցերի հետ ինձ զարմացնում է Իլհամ Ալիևը բավական կոշտ քննադատեց Մինսկի խումբը ՀՀԿ-ի ասեց ոչ մի բան չեն արել ավելին իրանք պահանջում էին անձանից որ ռազմական ճանապարհով չլուծեմ հարցերը իրանք սանկցիաներ մեր դեմ էին կիրառում այլ ոչ թե Հայաստանի դեմ մինչդեռ Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ էր պահում մեր տարածքները նու մեղմ ասած դա սխալ բան է ոչ մի օկուպացիա ոչ ոք չի արել ոչ ոք ու տարածքների բայց դա մեկնաբանությունն է Ադրբեջանի կարծիքն է Ադրբեջանի նախագահի թող ասի բայց միտքս նրանում է որ խաղաղության process-ը նաև մեղմացրեց Ադրբեջանի հրետորաբանությունը հիմա կարծես թե վերադառնում է Ադրբեջանը նույն կոշտ հրետորաբանությանը ինքը նորից մեղադրեց Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, որ չլուծեցին Ղարաբաղի հարցը, ինքը ասում է անընդհատ մեզ վախացնում են, որ սանկցիաներ կմտցնենք, նորից ինքը հիշեցրեց Խոջալու, ասեց, որ դա ցեղասպանությունն էր, որ Հայաստանը քանդեց իրանց գյուղերը եւ քաղաքները, ստեղ ես պետք է հատուկ ասել, որ մոռանում են Ադրբեջանում, որ եւ առաջի մեծ պատերազմը 90-ական թվերին սկսեց Ադրբեջանը եւ երկրորդ պատերազմը մեծ 2020 թվի ինչի մասին է խոսքը դե իրանք սկսում են պատերազմ բարձր իրանց դեմ սանկցիաներ կիրառում են ինչից են իրանց դժգոհ չեմ հասկանում ես ավելին Ալիևը ասեց որ մենք օկուպացիոն ուժերը ինչ արել են մեզ մոտ չենք մոռանա կյանքում իրանք քանդել են 65 մզկիթ ճիշտ ասած ես զարմացած եմ առաջի անգամ է լսում եմ դրա մասին ինքը ինչ որ էլի ասեց խոսքեր ու մեղադրեց մեզ ինչ որ բաների մեջ չեմ ուզում նույնիսկ կրկնել Ուստեղ ես պետք է ասեմ, որ այս ձևի շրջադարձ հրետորաբանության մեջ Իլհամ Ալիևի կողմից ես նաև իրավունք ունեմ կապել այն այցելության, որը ունեցավ պարոն Ֆիդանը Ռուսաստան։ Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը ինչ-որ բան է առաջարկում Թուրքիային ու Ադրբեջանին մեր դեմ ուղղված ու միգուցե այդ ինչ առաջարկում է Ռուսաստանը դուր եկավ Ադրբեջանին։ Միգուցե պատճառներից մեկը ինչու հրետորաբանությունը Ալիևի փոխվեց, քանի որ մեր կառավարությունը ու վերընտրված նորից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չունի սահմանադրական մեծամասնություն, իրանք հասկանում են, որ մեր սահմանադրությունը ֆիզիկապես Սահմանադրության համաձայն անհնար է փոխել կամ դժվար կլինի փոխել, միգուցե դա է պատճառը, որ հրետորաբանությունը փոխեցին։ Մենք կարող ենք ենթադրություններ անել, պատրավոր ենք եւ ենթադրություններ անել եւ վերլուծություն անել, բայց ես պատահական չեմ համարում Իլհամ Ալիևի այս ելույթը բավական կոշտ մեր դեմ ուղված պատահական չեմ համարում կապում եմ նաև Ֆիդանի այցելության հետ Մոսկվա ու Մոսկվայի կողմից ինչ որ իմ կարծիքով առաջարկություններ արվեցին Ադրբեջանին եւ Թուրքիային մեր դեմ ուղված հիմա անցնում եմ մեր ներքին հարցերին պարոն Նիկոլ Փաշինյանը վարչապետը Հայաստանի ընտրություններից հետո անընդհատ ելույթներ է ունենում, ինքը միշտ էլ ակտիվ մարդ է, էմոցիոնալ ելույթներ ունենում, այդ էմոցիոնալ ելույթների ժամանակ ես միշտ քաղում են այն կարևոր մասը քաղաքական իր մոտեցումների, քայլերի, որոնք մենք կարող ենք սպասել մոտ ժամանակներս ու այս ելույթը, որը ինքը ունեցավ ազգային ժողովում երեկ ու այսօր բրիֆինգ տվեց լրագրողների համար, դուք գիտեք ավանդական դա բրիֆինգ է, որը ինքը տալիս է լրագրողներին ու այսօր ինքը տվեց այդ բրիֆինգը ու երեկվա ելույթ ազգային ժողովում ես լսեցի շատ ուշադիր ու պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ուղարկեց մի շարք կարևոր մեսիջներ հասարակությանը։ Պետք է հասկանալ այդ մեսիջները, օրինակ
ինքը ասեց, որ այս խաղաղության ճանապարհը, որով գնաց Հայաստանը, այս ծրագիրը շատ կարևոր էր հայ ժողովրդի համար, ինքը ասեց նույն դելիմիտացիան, դեմարկացիան, որը Տավուշում անցկացվեց, հիշում եք 13 կիլոմետր դելիմիտացված, բերեց նրան, որ օրինակ Իրանց գյուղը սկսեց ծաղկել, անվտանգությունը ապահովեց, գլխավոր մայրուղին դեպի Վրաստան անցնում է հենց այդ գյուղով, ապահով, դա է պատճառը, որ տեսակ զարգանում է, 51 նոր տուն է այնտեղ կառուցվում, ինքը ասեց, որ դա դրական բաներ է տալիս, նաև ինքը խոսեց Հիկմետ Հաջիև Արմեն Գրիգորյան հանդիպան մասին Դիլիջանում ասեց, որ կշարունակվի Ադրբեջանում ու ասեց, որ այդ երկխոսությունը bilateral այդ երկկողմ բանակցությունները մենք կշարունակենք Ադրբեջանի հետ, դա էֆեկտիվ ճանապարհ է, գոված այդ քայլերը, որոնք արվում են, պլանավորվում են ու Ես չեմ կարծում, որ դա պատահական էր, ինքը կշարունակի այդ քաղաքականությունը, ինչի դեմ լինել ուղղակի սխալ է, քանի որ խաղաղությունը ապահովելու ու զարգանալու ճանապարհ դա տալիս է, Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններ, TRIP ծրագիրը, Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում, այդ ամեն ինչը ապահովում է ինչ-որ կայունություն Հայաստանի շուրջ, ուրեմն նաև զարգացում։ Դրա դեմ պարզ է, ինչի մասին է խոսքը, բայց Նիկոլ Փաշինյանը պատահական չէ, որ դա ասել է։ Նիկոլ Փաշինյանը շարունակեց, ինքը ասեց, բայց կա վտանգ, ու այդ վտանգը կապված այս process-ի հետ գալիս է ներսից։ Ու ինքը ասում է, ես այդ վտանգը անուններով եմ ասում։ Նշեց Ռոբերտ Քոչարյանի անունը, նշեց Կոլուգայի օլիգարխի անունը, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, նշեց պրո-բելարուսական օլիգարխին, պարզ է ակնարկը Գագիկ Ծառուկյանի վրա ու ինքը ասեց, որ մենք պետք է իրանց ջախջախենք, քանի որ իրանք վտանգ են այդ խաղաղության ծրագրի, բերեց փաստեր, որ իրանք դեմ են այդ խաղաղության օրակարգի, դա կարող է բերել նորից կոնֆլիկտի Ադրբեջանի հետ են բերում Ղարաբաղի հարցը, Այդ մտքերը մենք իրանից լսում էինք, բայց նորությունը ինչու է կայանում։ Այս ընտրություններից հետո ինքը շարունակում է այս ընտրարշավի պայքարը ռուսամետ ուժերի դեմ ու ասում է իրանք են գլխավոր վտանգը մեր պետականության համար, խաղաղության համար, մեր անվտանգության համար։ Ու պարզ է ինքը սիրում է այդ էմոցիոնալ ձևակերպումներ կոշտ տալ, ասել, որ պետք է ջախջախվեն իրանք եւ այլն։ Արմատախիլ անել պետք է բացի դրանից ինքը ասեց, որ դա լրտեսական ցանց է, այդ լրտեսական ցանցը անպայման պետք է արմատախիլ անել։ Նաև ինքը խոսեց քրեա օլիգարխիկ համակարգի մասին, որը պետք է ջախջախել, ոչնչացնել եւ այլն։ Ինքը նաև գիտեք ինչ հարցին անդրադարձավ, այն հարցին, որ ընդդիմությունը իր ազգային ժողովում ընդդիմադիրները, պատգամավորները իրանց աշխատատեղերում դրեցին Ղարաբաղի դրոշը, ու ինքը ասեց այդ դրոշն էլ դեպի պատերազմ տանող ճանապարհ է եւ այլն։ Հիմա պարզ է, որ մեկ հարց առաջանում է ցանկացած նորմալ մարդու հետ։ Օրինակ ելույթները Նիկոլ Փաշինյանը ես լսեցի, շատ տրամաբանական մեջը բաներ կային, եթե հանեք էմոցիոնալ մասը իր արտահայտությունների, շատ ռացիոնալ, շատ ճիշտ մտքեր են, իրոք ընտրակաշարքը շարունակում են մարդիկ բաժանել, իրոք այդ բացասական երևույթը ուղղակի թուլացնում է երկիրը, իրոք մենք տեսնում ենք նախկինների այդ գործողությունները վտանգավոր պետության համար, իրոք մեծահարուստ մարդիկ, որոնք մտած են այս ընտրարշավի բերում են պրոբլեմներ, խնդիրներ, ստեղ ես նույնիսկ վիճելու տեղ չեմ տեսնում, բայց առաջանում է հարց,
8 տարվա կառավարություն։ Ինչի առանձին գոնե հարցերը քրեա օլիգարխիկ համակարգի դեմ պայքարը էֆեկտիվ չէր, ինչու չեք լուծել այդ հարցերը 8 տարվա մեջ։ Ու շատ կարևոր է, որ առաջի անգամ է, որ ես ստացա Նիկոլ Փաշինյանից պատասխան այդ հարցին։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այս մարդիկ ունեն արտաքին հովանավորներ, արտաքինից դրսից հովանավորներ։ Պարզ է Ռուսաստանի մասին է խոսքը։ Ինքը ասում է, մենք դա է պատճառը, որ իրանք դեմ, երբ որ պայքարում ենք, շատ զգուշավոր էինք, չէինք կարող կտրուկ քայլերի գնալ։ Ինքը հիմա կապում է այն փաստը, որ քրեա-օլիգարխիկ համակարգի շատ մարդիկ, ովքեր իրոք թալանով զբաղվել են ու բոլորս գիտեք, նույնիսկ կանոնները չեմ ուզում տալ, այդ կամ պարզ բաներ են, որ բոլորը շատերը գիտեն, բայց պատժված չեն։ Ու հիմա Նիկոլ Փաշինյանը բողոքում է, որ շատերը պատժված չեն ու առաջանում է հարց, բայց ինչի չպատժեցիք։ Ինչու՞ է պրոբլեմը 8 տարվա մեջ։ Ու ինքը բացատրություններից մեկը նա է, որը ինքը տալիս է, կապված է հենց դրսի հովանավորների հետ։ Ռուսաստանի հետ, որ դրսից Ռուսաստանը հովանավորում է այս մարդկանց կամ ուժերին։ Ու ինքը ասում է կամ հեղափոխությունը կշարունակվի, կամ հակահեղափոխություն կլինի Հայաստանում։ Նաև այսօրվա բրիֆինգում ինքը էլի գործոն ասեց, որը խանգարում է պայքարել քրեա օլիգարխիկ համակարգի, ինքը նշեց այսօր դատական համակարգը, որ բարեփոխված չի, որ դատական համակարգում լիքը մարդիկ կան, ովքեր կոպիտ ասած կաշառքի դիմաց աչքերն են փակում օլիգարխիայի աչքերն են փակում այն հանցագործան, որը կատարվում էր նախկինում եւ այլ։ Ինչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ընտրություններից հետո շարունակում է պայքարը ռուսամետ ուժերի դեմ, կոշտ ձևակերպումներ օգտագործում է, բայց պարզ է բոլորը սպասում են կոնկրետ քայլերի։ Ու ինչքան հասկացա վերջի ժամանակներս եւ ընտրարշավի ժամանակ, ընտրարշավից հետո ինքը սկսեց անել կոնկրետ քայլեր։ Դուք գիտեք, մեծ թվով մենք խոսել ենք, գործեր հարուցվեցին այն մարդկանց նկատմամբ, ում կասկածում են ընտրակաշառք բաժանել կամ միջնորդ լինել ընտրակաշառք բաժանելու հարցում։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մեր հակակոռուպցիոն կոմիտեն, մեր պատկան մարմինները, դատախազությունը, քչական մարմինները կարողացան միայն 10% այս երևույթից ընտրակաշառք բաժանելու երևույթի դեմ առնել, բայց մեծ մասը պարզ է կա։ Ու ստեղ ես պետք է ասեմ, որ իրոք գործեր հիմա հարուցվում են բավական մեծ թվով մարդկանց դեմ, բայց կան մարդիկ, ովքեր ցուցակներում են այն կուսակցությունների, ով այս ընտրարշավին մասնակցել է, այդ մարդկանց դեմ գործ հարուցել իրանք չունես, քանի որ իրանք ունեն անձեռմեխելություն, դա է պատճառը, որ դուք գիտեք, դատախազությունը մտավ անձեռնմեխելությունից խլելու շատ ու շատ մարդկանց եւ ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակից եւ Հայաստան դաշինքի ցուցակից եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակից կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց մի քանի գործեր ու գործեր հարուցվեց ու երկրորդ հայտը կապված նրա հետ, որ ոչ միայն անձեռմեխելությունից այդ մարդկանց զրկել, նաև թույլ տալ, որ իրանց քրեական գործերով դատվեն։ Երկու դեպքում էլ տվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ ու շատ մարդկանց նկատմամբ համաձայնություն ու գիտեք շատ են մարդիկ նաև ցուցակից այս երեք կուսակցությունների, ովքեր հիմա ձերբակալվել են, կալանավորվել են, տարբեր խափանման միջոց օգտագործվում է մարդկանց դեմ, կան մարդիկ, ում տնային կալանք են տալիս, կան մարդիկ, ում 2 ամսվա ազատազրկում տվեցին։ Ռոբերտ Քոչարյանի դեպքում մտավ դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց մի հայտով թույլ տալ անձեռնմեխելությունից զրկել Ռոբերտ Քոչարյանին։ Ճիշտն ասած, ես ինչքան հասկացա Ռոբերտ Քոչարյանի
դատապաշտպանների ելույթներից, բացատրություններից ինչ որ դա կապված է ինչ որ նախկին գործերի հետ Ռոբերտ Քոչարյան դա կապված չի այս ընտրարշավի հետ, ընտրակաշառքների հետ, քանի որ շատ ու շատ մարդկանց հիմա կալանավորում են կամ տնային կալանք են տալիս հենց կապված ընտրակաշառքների հետ, բայց Ռոբերտ Քոչարյանի դեպքում ինչքան ես հասկացա իր դատապաշտպաններին, դա դրա հետ կապված չի, այլ կապված է այլ գործերի հետ, չգիտեմ, կոռուպցիայի հետ կապված թե ինչ։ Մենք տեսնում ենք այդ process-ը, որը տանում է Նիկոլ Փաշինյանը, ես նաև պետք է ասեմ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը անում են քայլեր, դուք գիտեք ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը իրանք զգուշացրել են, որ կդիմեն սահմանադրական դատարան, որ վերանայվեն արդյունքները կամ չեղյալ համարվեն ընտրությունների արդյունքները, ես ինչքան հիշում եմ 5 օր է տրվում 14-ից հետո, երբ որ հրապարակվում է կենտրոնական ընտրական հանձնարարով վերջնական արդյունքները 5 օր է տրվում, որ այդ ներկայացվեն այս բողոքները սահմանադրական դատարան, ուրեմն մինչև վաղը իրանք հնարավորություն ունեն ներկայացնել, օրինակ միասնության թևեր կուսակցությունը անվավեր համարելու ընտրությունների հետ կապված իրանց դիմումը ներկայացրեցին վարչական դատարանին, ուրեմն տարբեր այս անդիմադիր ուժերից տարբեր ուժերը տարբեր ացիաներին կդիմեն, նայենք ինչ զարգացում կլինի, պարզ է մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չանցավ ազգային ժողով, շատ փոքր թվով պակասեց իրանց քվեները, որ իրանք անցնեն 4%-անոց շեմը, բայց այնտեղ մի հարց կա, այս 3 ընտրատարածք տեղամասերում որտեղ որ անվավեր համարվեցին ընտրությունների արդյունքները վերակվյարկում պետք է լիներ կենտրոնական ընտրական հանձնարարողը իր ձևով մեկնաբանեց օրենքը ու թույլ չտվեց որ վերակվյարկություն լինի ես կարծում եմ այդ հարցով էլ անպայման կդիմեն սահմանադրական դատարան որ վերակվյարկությունը լինի քանի որ ինչքան ես հասկանում եմ այս ընտրական օրենսգիրքը վերակվյարկությունը պետք է լինի ուստեղ հարցը չի ով կողմ է Բարգավաճ Հայաստանի ով դեմ է դա ինչքան հասկացա իմպերատիվ է դες կենտրոնական ընտրական հանձնարարողը որոշում ընդունում է վերակվյարկության բայց ինքը իրավունք չունի որոշում ընդունել այդ վերակվյարկությունը չեղյալ համարելու ես գոնե այդպես հասկանում եմ ընտրական օրենսգիրքը բայց հիմա դա գլխավոր խնդիրը չի գլխավոր խնդիրը նա է որ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է որ շատ էին խախտումները, սխալները ընտրությունների ժամանակ։ Ինքը այլ տեսանկյունից քննադատում է process-ը, ինքը ասում է միանշանակ է, որ շատ էին ընտրակաշառքներ ու այն 500,000 ընդդիմադիրների ձայները այնտեղ կային մի մասը, որը հենց ընտրակաշառքերով ձեռք է բերվել։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչ է իշխանությունն էլ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Ուրեմն ստեղ իշխանությունները պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։ Իմ դիրքորոշումը շատ հասարակ է ընտրությունները անցան նորմալ ընտրությունները ժողովրդավար էին մրցակցային էին թափանցիկ էին հաղթող դուրս եկավ քաղ պայմանագիրը պարզվում է որ նույնիսկ Պարլամենտի ներսում ունի 60%, ուրեմն պետք է նոր պարլամենտը սկսի աշխատել ու մենք գնանք առաջ։ Կառավարությունը ունի լիքը բաներ անելու, փորձում է անել, ակտիվացավ գործողությունը կառավարության, բայց անընդհատ քննադատել այս process-ը նաև առաջացնում է այս process-ի լեգիտիմության հարցը։ Հիմա ընդդիմությունը ինչ կարող է անել։ Սամվել Կարապետյանը ելույթ ունեցավ ու կոչ արեց ընդդիմադիր բոլոր ուժերին առանց բացառությամբ, որ իրանք հավաքվեն միտեղ, իրանց հետ հանդիպեն ու հետընտրական ընդդիմադիր կոալիցիա ստեղծվի։ Չգիտեմ ինչ կստացվի դրանից, բայց իրանք առաջարկում են ստեղծել համակարգող
խորհուրդ ընդդիմադիր ուժերի մեջ։ Ես նորից կրկնում եմ, շատ ու շատ բաներ, որ ասում էր Նիկոլ Փաշինյանը ընտրությունների մասին, ընտրակաշառքների մասին, օլիգարխիկ համակարգի մասին, վտանգների մասին եւ այլ, միանշանակ կիսում եմ, բայց եթե հիմա սկսվում է դրա դեմ պայքարը, պետք է հետևողական պայքար լինի։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։